Ծովի երեսն է փրփուրը ելնում, փայլփլում մի պահ իբրև մարգարիտ, մինչ մարգարիտը խորքում է ծնվում, խորքում է լինում գանձը ճշմարիտ, բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին, ինչու տեղ չունես ծովի երեսին, թե մարգարիտ ես, էլ ինչ մարգարիտ, ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ, որ միշտ ջրի երեսն է ելնում, ու ես եմ փայլում, կյանքը վայելում, բայց իր վայելքը երկար չտևեց, մի քամի ելավ, փրփուրը ցրվեց, հետքն էլ չմնաց ծովի երեսին, մինչ մարգարիտը երբ ծովից հանվեց, ձեռքից ձեռք խլվեց, գանձ է, գանձ ասին, ահա մայր ծովի միակ փառքը մեծ, մարդիկ կան, որոնք փրփուրի նման, միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, բայց խորքում որքան մարգարիտներ կան, որոնց փառքը միշտ փրփուրն է խլում։ Այսօր մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է, խոնարհումս Շիրազ։ Ես այս բանաստեղծությունը ասմունքեցի, տեսնելով շատ նմանություն մեր օրվա մեջ, թե ինչպես փրփուրի պես Նիկոլները դուրս են եկել ջրի երես, իսկ Վարուժանի պես Ադամանդը մնացել է զնդանում։ Եվ ասեմ մեր դժբախտությունները հենց այստեղից են ծնվում։ Երբ որ մենք ճշմարիտը բանտում ենք, իսկ կեղծիկն ու սուտը հանում ջրի երես, արևին տալիս։ Սա է մեր ամենամեծ զավեշտը։ Պետք է մենք իսկապես գիտակցենք։ Եվս մեկ անգամ խոնարհումս մեր մեծն Շիրազին։ Այսօր մի նոր չէ, այսօր էլի շատ կարևոր գոյութենական, ես կասեի համամարտկային իրողություն է տեղի ունեցել։ Այսօր ծնվել է Լեռնահայաստանը, Գարեգին Նժդեհի ձեռամբ։ Այս երևույթը եկավ համայն մարդկության, ես ինչու եմ ասում համամարտկային երևույթ։ Մենք շատ ենք լսում, դե գերտերությունները եթե որոշեցին, որ սա այսպես պետք է լինի, փոքրները չեն կարող այսպես, չէ, մենք ով ենք, որ դիմանանք, դիմադրենք, չգիտեմ, կռվենք Ռուսի դեմ, Թուրքի դեմ, սրա դեմ, Ամերիկայի դեմ, չգիտեմ, Ֆրանսիայի դեմ։ Բայց Նժդեհը արավ անհնարինը։ Ինքը թույլ չտվեց, որ Սյունիքը դառնա Ադրբեջան։ Գերտերությունները օրվա բոլշևիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան որոշել էին, որ դա Ադրբեջան է։ Բայց մի Նժդեհ իր ջոկատով կռիվ տվեց եւ գերտերություններին պարտադրեց, որ հաշվի նստեն իր հետ։ Այնպես որ միշտ չէ, որ պետք է այսպես ենթարկվել համաշխարհային ինչ-որ հոսանքի կամ հոսքի, առավել ևս երբ որ այնտեղ կա բարոյականության, արժանապատվության եւ պետականության խնդիր։ Նժդեհի արածը 100 տարի է ռուսներն ու թուրքերը չեն կարողանում մարսել։ Մի Նժդեհի արած, ձեր ասած այդ գերտերությունը։ Եվ դուք ասում եք, որ մենք թույլ ենք, չենք կարող, բան մի Նժդեհը ոնց արեց։ Այսօր Նժդեհներն ավելի շատ են, եթե նա այն ժամանակ մենակ էր, հիմա հազարավոր մարդիկ կան Նժդեհ, երկրպագող եւ պատրաստական։ Մեզ մնում է նժդեհաբար մտածել եւ առաջնորդվել, շարժվել, ոչ թե Նիկոլի պես փրփուրներին լսել։ Դրա համար է այսօր Նժդեհը մեր դպրոցներից հանված։ Դա նորից Ալիևի ցանկությունն է դա իր պարտադրանքն է։ Նա ներս է մտել Նիկոլի կառավարություն եւ իր ծվերն է դրել այնտեղ։ Այո, եւ այդ ծվերը ցակեր են հանել, որ հանկարծ Նժդեհ չուսումնասիրեք, որ հանկարծ չոգևորվեք, որ հանկարծ ձեր ազատության փրկության բանալին չբերցնեք եւ այդ դուռը չբացեք։ Դրա համար Նժդեհին սարսել են ֆաշիստ, անգամ համամարտկային այսպես դաժանության խորհրդանիշ, որովհետեւ թրքաբոլշևիկյան զավթիչ բանակներին ջարդել է։ Այս դրա համար չեն ներում Նժդեհին։ Այս դրա համար թույլ չեն տալիս, որ մեր անկախ պետականության դպրոցներում խորհրդային միություն չէ,
Ճիշտ է, մենք գաղութ ենք, բայց երբ որ մենք սկսենք նժդեհով առաջնորդվել, էլ գաղութ չենք լինելու, որովհետև նժդեհի խոսույթում գաղութ, ենթարկվել, ստորանալ, այդպիսի հասկացություն չկա։ Չէ, ինքն էր ասել, չէ, չենթարկվեցի եւ հաղթեցի։ Ուստի պետք է մտածել եւ շարժվել նժդեհաբար։ Հավատացեք, եթե մի բան վերաբերվում է մեր իրավունքին եւ մեր արժանապատվությանը, հազարատ գերտերություն լինի։ Մենք պետք է կռիվ տանք մինչև մահ։ Այդ ժամանակ մահն էլ մեզնից կվախենա։ Եվ ասեմ, ով արժանապատվությունը ամուր է պահում, արժանապատվությունը ամենափայլուն զարդն է։ Եթե դու դա միշտ պահես փայփայես, որքան էլ փոքր լինի, դա նկատվում է։ Եվ մարդկությունը այդ արժանապատվությունը ձեռքերի վրա է պահում եւ բարձրացնում։ Եղեք արժանապատիվ, եղեք նժդեհական։ Այդ փրփուրներից պետք է ազատվենք։ Խոհեմ եղեք, փառք նժդեհին։